Խաչվերացի տոնից 2 շաբաթ հետո հայ եկեղեցին տոնում է Վարագասուրբ խաչի տոնը։ Հայ եկեղեցին խաչին նվիրված 4 տոներ ունի. խաչի երևման տոն, գյուտ խաչի, խաչվերած եւ Վարագասուրբ խաչի տոն։ Այս վերջինը Վարագասուրբ խաչի տոնը բուն հայկական տոն է եւ տոնվում է միայն հայ եկեղեցում։ Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան եւ վստահությամբ հենվում նրա վրա, ինչպես որ Տիրոջ վրա, ասում է Առակաց գիրքը։ Այս սիրով, ապավինությամբ ու վստահությամբ Տերունի Սուրբ խաչափայտը կրում ու մեծարում էին նահատակ Սուրբ Հռիփսիմյանք եւ Գայանյանք։ Փախչելով Դիոկլետիանոս կայսեր հալածանքից, Սուրբ Գայանյանց կույսերը, հավատքի նահատակ Սուրբ վկաները եկան ու ապաստան գտան Վարագա լեռան վրա։ Նրանք իրենց հետ բերելով Տիրոջ Սուրբ խաչի մասունքը, Սուրբ խաչափայտը ամփոփեցին նրա վրա։ Եվ 3 դար հետո Վարագա լեռան վրա Թեոդիկ ճգնավորի եւ իր հովել աշակերտի աղոթքով եւ ծոմապահությամբ Աստված ցույց տվեց Սուրբ խաչի պահման տեղը։ 12 լուսավոր սյուներ, նրանց մեջտեղում Սուրբ խաչի նշանը երևացին այն վայրում, ուր Սուրբ խաչի մասունքներ ամփոփված։ Այս դեպքը լոկ տեսիլք չէր։ 12 օր լուսավոր սյուները երևացին Վարագա լեռան վրա եւ հեռվից տեսանելի եղան բոլորին։ Ներսես 3-րդ տայեցի հայրապետը ի նշան այս երևումի սահմանեց Վարագասուրբ խաչի տոնը, իսկ նրա երևման տեղում կառուցվեց Սուրբ Նշան եկեղեցին։ Տերունի Սուրբ խաչի մասունքը պահվում է այսօր Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում եւ գործածվում Սուրբ Մյուրոնի օրհնության ժամանակ։ Վարագասուրբ խաչի տոնը լոկ պատմական տոն չէ։ Այն կենդանի վկայություն է Քրիստոսի հանդեպ մեծ սիրո, հավատարմության, վստահության եւ Աստուծո ներկայության։ Սուրբ խաչը մեր փրկության գործիքն է, խաչյալ եւ հարությալ Տերը մեր փրկիչը։ Ուստի հավատանք, հուսանք եւ զորանանք Սուրբ խաչով, այնպես ինչպես ժամանակին Վարագա լեռան հրաշքը վերապրած մարդիկ։ Թող քո խաչը մեզ ապավեն լինի, Տեր Հիսուս, երբ որ երևաս հոր փառքով, լուսավոր ամպերի մեջ, այն ժամանակ մենք չենք ամաչի քեզ ուսացողներս, այլ քո մեծ զորությամբ կուրախանանք քո աջ կողմում, իբրև լուսո որդիներ, իբրև ցերեկվա որդիներ։ Ամեն։